ներկայացնելու եւ առհասարակ հիմնադրամի գործունեությանն անդրադառնալու համար այժմ խոսքը փոխանցում եմ Նազիկ Աբդալյանին։ Ողջունում եմ բոլորին, շնորհակալ եմ այսօր ձեր ներկայության համար, սիրով կպատասխանեմ հարցերին։ Միտված է մարզերում գտնվող այն ներուժը Արտիկի շրջանի Փանիկ գյուղում։ Գյուղը ընտրվել է այնպիսի մի վայր, որտեղ ինքը խաչմերուկային գյուղ է եւ հասանելիություն ունենա համայնքի ողջ գյուղերին։ Հենց սկզբից կանոնադրությունը կազմվել է Grand Torrent-ն ընկերության կողմից, նպատակ կա ընդլայնել եւ հատկապես թեմային սպորտաձևեր ընդգրկել։ Իմ առաքելությունը այլևս տեսնում եմ այլ հարտակից լինելու մեր պատանիների ու երիտասարդների, հաղթողի հոգեբանության, բայց ամենից առաջ մարզադահլիճում ոչ միայն կոփվել որպես մարզիկ, այլ մարդ, ով սրտում ունի իր բաժին Հայաստանը։ Ճարտարապետ Անահիտ Աթանյանի, ով շատ հետաքրքիր անհասներ ներկայացնելու այս ծրագրը։ Նազիկը իրոք ֆանտաստիկ երազանքներ ունի։ Մեկ նայում ես, ասում ես անհնար է, բայց ինքը այն անձն է, այն կինը, որ անհնարը դարձնում է իրականություն։ Այս դպրոցը, որ մենք նախագծեցինք և Նազիկ Աբդալյանը կոչեց նախ, ինքը շատ յուրահատուկ դպրոց է, պատուկ նախագծված շրջանների համար։ Կամիների արջև ուժեղ կանգնեք, մենք ձեր կողքին ենք ու անպայման հաջողությամբ կանցնի այս ճանապարհը, դա շարքուրսման կհանձնվի եւ կսկսենք մտածել երկրորդ ու երրորդ ծրագրերի։ Շիրակի մարզում է լինելու առաջի մարզադպրոցը մեր Փանիկ համայնքում է լինելու։ Մենք հատկապես աշխարհանելով այդ բանկամակը, որ ծրագրի մեկնարկը տրվել է թե Շիրակի մարզի Արտիկ համայնքի քննությունից։ Նազիկի հետ անցյալային հանդիպեցինք, մեզ մոտ սեր առաջին հայացքից, եւ ես հասկացա, որ անխուսափելիորեն դառնում եմ իրեն ծրագրի մի մասը եւ սրտով, հոգով մշտապես աջակցելու եմ։ Իսկ հիմա ավելի շոշափելի աջակցություն պիտի բերենք, օգտագործելով մեր միջազգային կապերը, որովհետև այստեղ սպորտ է, մեզ մոտ մշակույթ է, բայց հավատացեք, մեխանիզմը լիովին նույնն է, թե տոկունության առումով, թե բարդություններին դիմանալու, թե չկոտրվելու։ Իրականում այո, հիմնադրամը ունի համարյա մեկ տարվա պատմություն, բայց այն երազանքը, որ ես ստեղծեմ այնպիսի մի միջավայր, այնպիսի մի կառույց, որով կարողանամ իրականացնել այն իմ երազանքները, դեռ չգիտակցված երազանքները, որը ես ունեցել եմ դեռ մանկուց։ Այս ճանապարհը անցնելուց, տարբեր մարզեր, երեխաներին այցելելուց, ամեն անգամ լսելուց, ավելի ճիշտ իրենց տեսնելուց, իրենց պոտենցիալը տեսնելուց ու լսելուց, որ իրենք պայմաններ չունեն, ունենալու դեպքում կարողանային անել ամեն ինչը, ինչ որ կարողանա անել այն պրոֆեսիոնալ մարզիկը, որը որ հնարավորություններ ունի։ Ես մի քիչ ուզվում եմ ներողություն համար, ու ես անընդհատ հասկացա, որ բերեց իմ մտքերը նրան, որ ես պետք է հիմնեմ հիմնադրամ։ Հիմնադրամ, որի շնորհիվ ես կկարողանամ հնարավորություններ ստեղծել այն երեխաների համար, ովքեր ունեն պոտենցիալ, բայց չունեն այդ պոտենցիալը իրացնելու հնարավորություն։ Իմ առաջին ծրագիրը այո, Արտիկի շրջանի Փանիկ գյուղից է, երեխան մեծանա ու զարգանա ամբողջ
կրթության կրթված եւ մտավորարումով եւ հոգեպես եւ ֆիզիկապես։ Հենց այդ նպատակով մենք ներառել ենք հավուր կրթությունները, որպեսզի երեխաները ունենան համապարփակ զարգացում, մտքի, խոսքի, հաղորդակցման հմտություններ, հուզական ինտելեկտ, ապրումակցություն, թիմային մտածելակերպ, ժամանակի մտածելակերպ եւ այն ամենը, ինչ որ պետք է ուժեղ անհատների եւ այն, ինչ պետք է ժամանակի մրցունակ անհատներ ձևավորելու համար։ Ես նաեւ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են եղել այս ընթացքում, բոլոր նրանց, ովքեր դեռ միանալու են այս ծրագրին, բոլոր նրանց, ովքեր հնարավոր են համարում այս ծրագիրը եւ թեկուզ եւ իրենց համար տածող չնչին ներդրում են ունենում, բայց նա մեծ ներդրում կլինի, որ վաղը մյուսով մենք ունենանք ապագա չեմպիոններ ու լեգենդներ։ Ձեզ դուր եկավ նախագիծը։ Իհարկե, շատ լավ նախագիծ է, օգտակար նախագիծ է, պետքական նախագիծ է, այսօրվա համար, այսօրվա Հայաստանի համար ինքը շատ պետքական է, որովհետև այսօր մենք ունենք, այսպես ասած, խնդիր երեխաներ կրթելու համար, եւ քանի որ այս ամեն ինչը արվում է հենց երեխաների համար, դա Աստծո կամքով է եւ ամենալավ բանն է։ Ես կարծում եմ, որ ֆանտաստիկ նախաձեռնություն է, նախ Նազիկը կենթանի լեգենդա հայ ազգի համար ու ինքը միշտ սովոր է եղել անհնարին բաներ անել իր կյանքում ու ես էլ այդ նախագծի մեծությունը նայելով թվում է թե անհնարին է, բայց Նազիկը քանի որ արդեն մի անգամ արել է անհնարինը, ես վստահ եմ, որ այս անգամ էլ անելու ու վստահ եմ, որ շատ մեծ ազդեցություն է ունենալու երկրի զարգացման համար, բոլորիս կյանքի համար, որովհետև երեխեքը մեր ապագան են ու ամեն մեկս այդ ներդրումը ամեն օր պետք է ունենանք այդ երեխեքի դաստիարակության, ինքնազարգացման համար ու Նազիկեն ամենահամապատասխան մարդկանցից է, ով պետք է այդ անի ու բոլորս պետք է իրան ինչով կարող ենք օգնենք այս ճանապարհին, առաջն Աստված։ Ես շնորհավորում եմ Նազիկ Ավդալյանին, վերջապես բացեց հիմնադրամը, մեծ գործ է անում, ինքը իր օրինակով ցույց տվեց ինչքան հնարավոր է ունենալ նաև քրիստոնեական ոգի եւ ունենալ համարձակություն, դժվարություններ հաղթահարել եւ հասնել հաջողության ու ես համոզված եմ, որ նաև այս օրինակով, հիմնադրամի բացման օրինակով ինքը կհասնի հաջողության։ Քանի որ Նազիկը իմ համար բացի այն, որ շատ լավ ընկեր է, ինքը իմ համար ազգային արժեք է ու երբ որ Նազիկը որոշել է ոչ թե իր երազանքը իրագործի, քանի որ իր իրագործած երազանքը մեր համար ազգային նպատակ էր ու մենք հասանք դրան, երբ որ ամբողջ աշխարհում ծածանվեց հայոց դրոշը, հիմա ինքը որոշել է մնացած երեխաների երազանքները իրականացնի եւ այդ առումով եւ ֆիզիկապես եւ ֆինանսապես եւ մտավոր եւ հոգեվոր Նազիկի կողքին ենք, վստահ ենք, որ կհաջողի։ Իմ ցանկությունը նա է, որպեսզի այս կառույցի կողքին կանգնեն ոչ միայն բիզնեսմենները, այլ նաեւ պետությունը, որովհետեւ սա արվում է առաջին հերթին պետության համար, պետության ապագայի համար, մեր ապագա սերունդների համար։ Այնպես որ հաջողություն եւ բարի նավարկություն մեր նավին։ Նազիկը շատ մեծ արժանինքների եւ հոգեվոր եւ կամքի ուժի անձնավորություն է եւ ես համոզված եմ, որ ինքը կհասնի իր նպատակներին։ Նամանավանդ որ նպատակները շատ բարի են, հայրենասեր են, նվիրյալ են մեր երկրին։ Եվ մենք բոլորս պատրաստ ենք Նազիկի կողքը կանգնել, ես ճիշտն ասած շատ հպարտ եմ, ինչպես ես ասեցի, որ մենք բոլորս գյումրեցի ենք, հայրս, ես և իհարկե Նազիկը և Արթուր Թարխանյանի կենտրոնը իր առաջին ներդրումը արեց այդ նախագծով, այդ ծրագրին և համոզված եմ, որ ապագան կբերի Նազիկին միայն և միայն լավ հուշեր և հաջողություններ։ Շնորհավորում եմ նաև ձեզ եւ շնորհակալություն ձեր մեծ ներդրումի համար այս ծրագրի մեջ։ Շնորհակալություն։ Ինչպես եւ ցանկացած նախագծի, որը միտված է սպորտի զարգացմանը, երիտասարդության զարգացմանը, բնականաբար հաջողություններ, կանաչ ճանապարհ եւ
միասնանալու, իրար միանալու, համատեղ ուժերով նոր պրոյեկտներ իրականացնելու հնարավորություն դիտարկել իրեն։ Նայեցեք, այս նախաձեռնությունը հավատացեք սոցիալ նախաձեռնություններից ամենակարևորներից է, որովհետև ունենք աշխարհի չեմպիոնը, ունենք Եվրոպայի չեմպիոնը, որ բոլոր երեխաները անոնք որ գուզեն մարզական աշխարհի մեջ լինել, իրեն գարնեն որպես օրինակ։ Եվ անպատճառ մեկը պետք է սկսեր այս նախաձեռնությունը, եւ հիմա Նազիգն է Ավդալյանը, Տիգին Ավդալյանը, որ այս նախաձեռնությունը արած է, այդ շրջանային դպրոցներ գազմագերբելու, եւ մենք որպես ICC Հայաստան, միջազգային արևելական բալադի համաշխարհային հայաստանյան մասնաճյուղը անպատճառ հաստատակամ ենք իրեն աջակցելու թե մեր միջազգային գաբերով, թե մեր Հայաստանի անդամներով։ Ամեն ինչ ինքան շատ լավ է, շքեղ է, ուղղակի ես հիացած եմ այս կնոջով, ինքը չեմպիոն է և կյանքում, ինքը ուժեղ կին է և մարմնով, և հոգեպես, այն գործը, որ ինքը ձեռնարկել է, ինձ թվում է ոչ բոլորը կարող էին, կին լինելով հանդերձ, բրավո իրեն, բրավո ու նորից բրավո։ Կուզենայի մաղթել, իսկ մաղթանքը ուժ ունի, յուրաքանչյուր խոսք ուժ ունի և ինչ որ դու արտահայտում ես, այն անպայման տեղ է հասնում, չէ, ինչպես ասում էր Կոելյոն, ուրեմն պիտի ասես, որ այդ նպատակը ուղարկես տիեզերք և այն անպայման կկատարվի։ Հիմա մենք այդ նպատակը ուղարկում ենք, որպեսզի Նազիկ Ավդալյանի այդ գեղեցիկ ծրագիրը, որը լսեցինք և ուրախ եմ, որ արդեն կան մարդիկ, ովքեր որ համամիտք են Նազիկ Ավդալյանի հետ, ուրեմն թող այդ ի կատար լինի, այն ինչ որ ինքը պլանավորել է և ինչ նախագծեր, որ ինքը ունի, կապված երեխաների հետ, կապված սպորտի հետ, նաև ես լսեցի, որ շատ փայլուներ նաև կա մշակույթ այդտեղ, կա նաև տարբեր տեսակի պրոյեկտներ, որ ինքը մտածում է և այդ ամբողջ համալիրը ծառայելու է մեր երեխաներին, թող կատարվի։